կուսակցության ուժերը լրտեսական նպատակներով անընդհատ այդ նարատիվները մտցրել են Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսօր մենք ոչ միայն միջանց չենք տալիս բնականաբար, այլև Հայաստանի շրջափակումը հաղթահարված է, Հայաստանը էլ հակամարտության փակուղի չի, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, Հայաստանը ծայրագավառից վերեացվել կենտրոնի, այսօր Հայաստանը գտնվում է աշխարհի կենտրոնում։ Հաջորդը սահմանազատման գործընթացում ինչ էին ասնում, ասում էին ոսկեպարի եկեղեցին տալիս են, Կիրանցը տալիս են, այսօր գնացեք եւ տեսեք ինչ հայրենից ներկայացնում Կիրանց գյուղը։ Կիրանց գյուղը ավելի բարեկեցիկ չի եղել իր գոյության ողջ ընթացքում։ Այսօր Կիրանցի 50%-ի չափով տներ են կառուցվում Կիրանցում։ Կիրանցում 100 տարի չգործած եկեղեցին կառավարության միջոցներով վերականգնվել է եւ օծվել է 100 տարի չգործած եկեղեցին։ Ոսկեպարի եկեղեցին վերականգնվել է կառավարության միջոցներով։ Ինչ էին ասում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ 3 փոխհմբռնման հուշագիր ստորագրեցինք։ Նրանցից մեկը վերաբերում էր արհեստական բանականությանը։ Ինչ էին ասում։ Ասում են թղթի կտորը անկա ոչ մի իրավականություն չունի, ոչ մի հետևանք չունի։ Անիմաստ PR նպատակով ստորագրված թուղթ է։ Այսօր ինչ ենք տեսնում, մի տարի դեռ չի անցել այդ թղթից, բայց արդեն մենք Երևանի պետական համալսարանում ունենք արհեստական բանականության կենտրոն։ Մենք արդեն Գեղարքունիքի մարզում բարձվել է առաջին արհեստական բանականության գործարանը Գագարինում։ Եվ նախորդ գիշեր վայրեջ կատարեց եւ Վրաստանում էլ բացվելու է արհեստական բանականության երկրորդ գործարանը, այս ամիս արդեն բացվելու է, որը նպատակադրված է եւս 5 միլիարդ դոլարի ներդրում անել եւ Հայաստանը այդ թվում նաեւ դառնում է ժամանակակից տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության կենտրոն։ Եվ շատ կար, հիմա ես ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Հիմա եկեք գնանք տեսնենք 2021 թվականին ինչ էին ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում էր Սևանը տվել է։ Սևանը տվել են։ Ընդդիմությունը ասում էր 21 թվի նախընտրական քարոզարշավին, ասում են եթե ԿՊ-ի օգտին քվեարկեք, հələ այն ժամանակ շատ բարեգութ էին։ Ասում էին բանի Սևանի արևելյան ափին նկատի ունեին Շորժայից միջև Մասրիկ, ադրբեջանցիներ են գարնու ապրել, եթե բանի ԿՊ-ի օգտին քվեարկեք։ Այսօր քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում, ժողովուրդ ջան։ Այսօր էլ նրանք նույն տրամաբանությամբ տեսնելով, որ մենակ Շորժա Մասրիկ հատվածը տպավորություն չի թողնում, հիմա էլ մտցրել են 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա։ Ոնց որ 2020 թվին լրտեսական առաքելություն էին կատարում, ներդնելով Միջանցքի եւ 21 թվին Սևանի արևելյան ափի թեման, նույն ձևով այսօր էլ լրտեսական առաքելություն են կատարում, ներմուծելով 300,000 ադրբեջանցի թեմա։ Չի եղել այդպիսի թեմա, չկա եւ չի լինելու, որովհետեւ մենք փակել ենք կոնֆլիկտի էջը։ Բայց ես ձեզ ասում եմ նաեւ ուղիղ եւ առանց սեթեվաթանքի, չկա եւ չի լինելու 500,000 Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի թեմա, չի լինելու, եւ ասում եմ, չի լինելու նաեւ պետք չի մեզ ուզում են ժողովրդան անընդհատ պահեն գաղթականի պանդուխտի տրամաբանության մեջ, մեզ ուզում են, որ մենք մեր հայրենիքում նստած հայրենիք փնտրենք, մենք ուզում ինչի համար, որովհետեւ ուզում են, որ մենք մեր հայրենիքում մեզ տնվոր զգանք, եւ մենք ասում ենք ոչ, մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետև մենք գտել ենք մեր հայրենիքը եւ մեր երազանքների հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ մենք եւ մեր սերունդները պետք է ապրենք հավիտյան։ Իսկ այդ մարդիկ պատերազմի եւ լրտեսական եռագլուխ կուսակցությունը, որ այսօր ուզում են հանդես գան որպես ուժեղ կամ հզորի դերում, այդ մարդիկ ժողովուրդ ջան,
իրենքն էլ իրանց կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել։ Այդ մարդիկ իրանց ոչ գործունեությունը ծավալել են հովանավորների ներքո եւ այսօր էլ տենց է։ Ռոբերտ Քոչարյանը ինքը ինքնուրույն չի մտել քաղաքականության մեջ։ Եվ բացահայտվել է դեռ 2023 թվականին նրա խնդրանք աղերսանքը ուղղված օտար երկրի, որ ինձ մտցրել է քաղաքականություն, հիմա խնդրում եմ դուրս անեք։ Ինքը այսօր քաղաքականությամբ զբաղվում է, որովհետև իրեն թույլ չեն տալիս քաղաքականությունից դուրս գա։ Եվ այո, ինքը դուրս չի գալու ոչ միայն քաղաքականությունից, այլև Հայաստանից։ Ինքը այս ընտրություններով միջև քոք մաշելու է ու տենց մաշացել հայտնվելու է բանտում։ Մենք համբերատար սպասել ենք, բայց էլի ասում եմ, հերիքա Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ պետք է Հայաստանում դատաիրավական մաֆիան արմատախիլ անի, որովհետև 8 տարի թևերները փռել են Ծառուկյանի վրա, թևերները փռել են Քոչարյանի վրա, թևերները փռել են Կալուգացու Սամոյի կլանի վրա, դրանք պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում եւ Հայաստանում դատաիրավական մաֆիան պետք է ջախջախվի։ Ծառուկյան կակիկը ուրիշի հանձնարարությամբ օտար երկրյա գործակալներին դրել է իր կուսակցության երկրորդ համար։ Ինքը իմացել է, որ գործակալի է դնում երկրորդ համար, ինքը գործակալ է օտար երկրյա, եւ ով որ նրան ձայն տվեց, ձայն է տալիս օտար երկրյա գործակալներին։ Հստակ ասում եմ, այդ մարդը իր կյանքում ոչ մի ինքնուրույն բան չի ասել։ Տենց մուսկուլներին մի նայի, դրանք փոքրիկ երեխաներ են, որոնք պապաների կարիք ունեն։ Իրանք այսօր դրսում են պապաներ փնտրել եւ գտել, որովհետեւ ես հրաժարվել եմ իրանց պապայություն արել, որովհետեւ իրանց նման այո, նրանք դրսում են պապաներ փնտրել եւ գտնել, որովհետեւ ես հրաժարվել եմ նրանց պապայություն անել, ես մի բանը շատ իմացեք։ Եվ մենք պետքա նրանցից հատիկ հետ բերենք թալանված ամեն կոպեկը, Ծառուկյան Գագիկից, Կալուգացուց, Ռոբերտ Քոչարյանից։ Եվ ես սա չեմ ասում ապագայի համար, ժողովուրդ ջան, այսօր արդեն դա տեղի է ունեցել եւ տեղի է ունենում։ Վերջին 8 տարիներին մենք շուրջ 8 միլիարդ դոլարի